բանը անցնում, տենց լարում անցնում դալիճով, այս կանխիկի հարցը պետք է լուծենք։ Ժողովուրդ ինչն է սա, պետք կանխիկ, փողը մի հատ կարակ բացատրեք։ Ինչ են անում մարդիկ կանխիկով։ Կա շարք են տալիս, ստվերային առևտուր են անում, ասենք ինչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չի անել անկանխիկ փողով։ Բան ծննդին նվեր տալ հնարավոր է, հավելվածով տեղում քարտով փոխանցում ես։ Նվեր, այսինքն ինչ կա, որ նորմալ բնականon կյանքում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հանրային բարոյականության նորմերով եւ այլն, ինչ կա, որ հնարավոր չի անել անկանխիկով։ Մի հատ հələ գույքագրեք։ Անկանխիկով, որ հնարավոր չի անել։ Չէ, մի հատ լուրջ գույքագրեք, որովհետեւ ինչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասի դե գիտես ընկեր ջան, սենց է մեր մոտ։ Ուրեմն եթե սենց անեք, սենց կանեք, փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ, ասածս ինչքանով է, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կզեկուցեք անձամբ։ Քանի սենց խանութի տեղ իմացա, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Փակվելու է այդ խանութը, առևտուր չի լինելու։ Մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու։